Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը եւ Մասկատը մտադիր են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության համար նոր իրավական ռեժիմ սահմանել։ Մենք անպայման կիրականացնենք այս նոր ռեժիմը մեր զինված ուժերի օգնությամբ, ասել է Ջալալզադեն։ Դեռևս պարզ չէ, Թրամփը Իրանում պատերազմ է սկսել, թե խաղաղություն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն է։ Նրան հարցրել են, թե ինչքանով է նրա խաղաղության դիրքորոշումը համատեղելի այն փաստի հետ, որ իր ամենամտերիմ դաշնակիցներից մեկը ԱՄՆ նախագահը պատերազմ է սկսել Իրանի դեմ։ Հարցն այն է, արդյոք նա իսկապես պատերազմ է սկսել, թե խաղաղություն։ Դա դեռ չի որոշվել, պատմաբանները կորոշեն, ասել է Օրբանը։ Թրամփը Թեհրանին զգուշացրել է, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե նա ի պատասխան Իրանի հսկայական հարավային Փարս գազի հանքավայրի վրա հարձակման Իսրայելի կրկին հակահարված տա։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social-ում, անդրադառնալով Իրանի կողմից Քատարի Ռաս Լաֆան էներգետիկ համալիրի վրա հարվածին։ Այն աշխարհի ամենամեծ հեղուկ բնական գազի արտադրության եւ արտահանման կենտրոնն է։ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա երակողմ խմբի աշխատանքը կասեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով։